Ողջույն հարգելի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք, այսօր զրույցի ենք հրավիրել Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար, Ազգային միասնության խորհրդի վարչության անդամ, Պայեստազորի գնդապետ, պարոն Ալբերտ Բազյանին։ Բարև ձեզ, պարոն Բազյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար, հենց պարոն Բազյան, վերջին մի քանի օրը խիստ ալեկոծության մեջ է հայոց հանրությունը, գնում է, այսպես ասած, արդեն անթաքույց անտագոնիստական բախում, բառային բախում կառավարության եւ կաթողիկոսի միջև։ Դոմփելուց սկսել են, հասել են կուսակրոնության ուխտի խախտմանը։ Եվ արդեն բացահայտ վարչապետը նշում է, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Ինչ կարծիք ունեք, սա ինչի համար է արվում, ինչ է արվում, եւ սա այն ֆոնի վրա, երբ Փաշազադեն հայտարարում է, որ իր պատվից ցածր է հայոց կաթողիկոսին հանդիպել, հարցեր քննարկելը եւ նույնիսկ Էջմիածինը Ուչմիածին է անվանում, որ հայկական եկեղեցիները սեփականաշնորվել են ադրբեջանական ժառանգություն են, սեփականաշնորվել են մեր կողմից եւ նման այլ ցնդաբանություններ չեմ ուզում շատ երկարացնել, դուք ինչ կարծիք ունեք, սա իրար հետ համաձայնեցված է, թե չէ ինչ կա, կաթողիկոսը 1999 թվականին է ձեռնադրվել որպես կաթողիկոս եւ հանկարծ հիմա հիշեցին, որ նրա կուսակրոնության ուխտ է խախտել, նա այլև այլ գործողություններով վնասում է հասարակությանը, միաբանությանը, երկրին եւ այլն։ Ուրեմն գործող ապազգային թրքամետ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մերժում է մեր բոլոր ազգային արժեքները։ Ուրանում են ցեղասպանությունը, ուրանում են հայոց պատմությունը, հիմա էլ հասել են եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն են փորձում ուրեմն վարկաբեկել, այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս լկտի բառապաշարով, ես ուղղակի եթերով չեմ կարող թույլ տալ այն բառապաշարով ասել, ինչ որ իրենք խոսում են ուրեմն մեր եկեղեցու եւ կաթողիկոսի մասին։ Ես ինքս հավատացյալ չեմ, բայց ես հարգում եմ հայոց առաքելական եկեղեցու ուրեմն սովորույթները, ավանդույթները, արարողակարգերը եւ բնականաբար նաեւ մեր եկեղեցականներին, որովհետեւ հոգեվորականները հայոց առաքելական եկեղեցին դարեր շարունակ իրականացրել է հայապահպանության խնդիր։ Մեր ժողովուրդը ստիպած է եղել ուրեմն ցվրվել աշխարհով մեկ, սփյուռք է առաջացել, որովհետեւ թուրքերը գրավել են Հայաստանի պետությունը, հատկապես Արևմտյան Հայաստանը, որը շատ ավելի մեծ էր, քան Արևելյան Հայաստանը, եւ տիրացել են մեր հայրենիքին։ Նիկոլ Փաշինյանը, ես ուզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ այսպիսի մի ապուշ հայտարարություն արեց։ Մեր հայրենիք Հայաստանի Հանրապետությունն է, բայց մեր պետությունը դարեր շարունակ եղել է ուրեմն Օսմանյան կայսրությունը։ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ ներկայիս Հայաստանը Արցախի եւ Նախիջևանի հետ միասին եղել է Իրանի տիրապետության տակ, Արևելյան Հայաստանն է, իսկ Արևմտյան Հայաստանը, որը 3 անգամ երևի ավելի շատ մեծ է, քան իր տարածքով, քան Արևելյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրությունը հայերի հանդեպ իրականացրել է ցեղասպանություն։ Ցեղասպանություն են իրականացրել ոչ միայն հայերի հանդեպ, այլ նաև մեր բախտակի ժողովուրդների, եզդիների, հույների, ասորիների հանդեպ են իրականացրել ցեղասպանություն։ Ուրեմն ներկա այսպիսի հարձակումը հայոց առաքելական եկեղեցու կաթողիկոսի եւ հոգեվորականների վրա պայմանավորված է նրանով, որ կաթողիկոսը Եվրոպայում բարձրացրեց գերիների ազատման հարցը եւ Արցախ մեր ժողովրդի նորից հետ վերադարձի հարցը։ Իսկ նիկոլականները նրանք ասում են մոռացեք Արցախը դա Ադրբեջան է, ես կարող եմ օրինակը բերել։ Ուրեմն երբ որ նոր էր ընտրվել վարչապետ 19 թվականին գնաց Արցախցիք շատ լավ դիմավորություն դրան, նոր վարչապետ է, նոր իշխանություն է, խոստացել են Հայաստանում հաստատել օրենքի գերակայություն, քաղաքացիների իրավահավասարություն եւ այլն, տնտեսության զարգացում, ժողովրդավարություն։
լավ դիմավորեցին դրան, Նիկոլն այնտեղ իր ճղճղան ձայնով հայտարարեց. Արցախն Հայաստանի է եւ վերջ, սրելով իրավիճակը։ Հետո երբ որ ինքը ստորագրեց Պրահայում 22 թվականի հոկտեմբերին Արցախը թողեց Ադրբեջանի կազմում, լրագրողները նրան հարց տվեցին. «Բաս մեկ Արցախ Հայաստանի եւ վերջ»։ Ինքը պարզաբանում է, որ այն ժամանակ ես սխալվեցի, որ ասացի Արցախն Հայաստանի եւ վերջ։ Պետք է այն ժամանակ ասեի Արցախն Ադրբեջանը եւ վերջ։ Եվ իրեն ոչինչ Ես չհասկանում։ բազմիցս կրկնել եմ եւ հիմա էլ ուզում եմ նույն արտահայտությունը անել, որովհետեւ իրականությունը դա է, եթե Ստեփանակերտում Նիկոլը հայտարարեր, որ Արցախն Ադրբեջանի եւ վերջ, Արցախի նրա գլուխը ջարդելու էին, նա չէր կարող ողջ վերադառնալ Հայաստան։ Բոլոր դեպքերում, նայեք, դուք նշեցիք, որ հավատացյալ չեք, հայ Բայց հարգում եմ մեր առաքելական եկեղեցին, այո, հարգում եմ տրադիցիաները, ավանդույթները։ դուք նշեցիք, որ հավատացյալ չեք եւ հետևորդ չեք, բայց պատրաստ եք կանգնել եկեղեցու պաշտպանության եւ ուրեմն չթողնենք, որպեսզի այս ամեն ինչը ավելի խորանա եւ իշխանությունը հերթական անգամ ես համոզված եմ, որ այս ամեն ինչը իրենց դրածոյի կռվի, իրենց դրածոյի նպատակն է, այս կռվի, այսպես ասենք, նպատակ իրենց դրածոն այնտեղ տեսնելն է։ Ես ասացի, որ հարգում եմ մեր առաքելական եկեղեցին, որովհետև նա իրականացրել է հայապահպան խնդիրներ, ուրեմն մենք պատրաստ ենք կանգնելու եկեղեցու կողքին, մենք պատրաստ ենք կանգնելու հայոց մեր սահմանադրության կողքին, որովհետև սահմանադրությամբ եկեղեցին անջատված է պետությունից։ Որևէ իշխանավոր, կլինի դա Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը կամ որևէ այլ մեկը իրավունք չունեն իրենց քիթը խոթելու եկեղեցու ներքին գործերի մեջ։ Եկեղեցին ինքնավար կազմակերպություն է։ Եկեղեցին պետական մարմինները իրավունք չունեն որոշելու, թե ով պետք է լինի կաթողիկոս կամ նոր կաթողիկոս պետք է ընտրել, թե ոչ։ Եվ ես վերջերս տեղեկացել եմ, որ մտադրություն կա, ուրեմն Ստամբուլի արքեպիսկոպոս Ոմն Մարշալյան անունը չեմ հիշում, ինչ-որ մեկին իբրև թե բերեն եւ առաջադրեն կաթողիկոս համաձայնեցնելով դա բանի Էրդողանի հետ։ Ուրեմն ամեն ինչով ուզում են Հայաստանը դնել Թուրքիայի ենթակայության տակ, Էրդողանի ենթակայության տակ։ Ես ուզում եմ օրինակ բերել Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր ամիսներ առաջ 10 թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ հարցազրույց տվեց հաջողանալով Էրդողանին ու Թուրքիային, ակնկալելով ապագա ազգային ժողովի ընտրություններում Թուրքիայից ստանալ ֆինանսական եւ քաղաքական աջակցություն ու իր իշխանությունը պահելու համար, որովհետեւ նա շատ լավ գիտակցում է իշխանազրկումից հետո ինքը ենթարկվելու է եւ իր մանի եւ իր ուրեմն գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են Հայաստանի Հանրապետության օրենքով սանված կարգով դատական պատասխանատվության, մեր ժողովրդին նորից եմ կրկնում համապատրաստից պատերազմի տանելու, մեր հաղթական ու տաղանդավոր ժողովրդին պարտության մատնելու, 5000-ից ավելի ուրեմն զինվորների ու ազատամարտիկների զոհաբերելու, Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու, բացի դրանից նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ավելի քան 60 քառակուսի կիլոմետր ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ Ադրբեջանին հանձնելու, որտեղ թուրքերն եկել նստել են եւ կրակի տակ են վերցել մեր բնակավայրերը արևելյան։ Իմիջիայլոց մի գլխավոր շտաբի պետ կար, որ ասում էր մի նրանք կսովացանան, սովից կմեռնեն ու մեզ պետք չի գնալ գրոհել։ Տեղյակ եք, սովից մահացան այդ ադրբեջանցի զինվորները։ Ես նման բանից սովից նահանջեցին, ադրբեջանցիները սովից չեն մահացել, սովից չեն նահանջել, նրանք ավելի քան 28 տարի 94-ի զինադադարից հետո, երբ որ մենք ավարտեցինք հաղթական այդ պատերազմը, 94-ին մայիսի 12-ին կնքվեց զինադադարի պայմանագիր, դրանից հետո Հայաստանն ու Արցախը միասին ունեին ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանը այդ տարիների ընթացքում 94 թվից մինչև 20 թիվը 26 տարի պատրաստվում էր պատերազմի։ Մեր իշխանությունները զբաղված էին սեփական բարեկեցության ապահովման խնդիրներով։ Դրա համար էլ ես նախկիններին չեմ արդարացնում։ Նախկինները Ռոբերտ Քոչարյաններ, թե Սերժ Սարգսյաններ, թե Լևոն Տեր-Պետրոսյաններ, նրանց օրոք եթե լավ ղեկավար էին մեր պետությունը, Նիկոլի նման մի հատ կիսագրագետ անձնավորություն չէր կարող փողոցից գալ վերցնել իշխանությունը։ Եվ նիկոլականներն անդադ հարցնում են.
Նիկոլա Չեբաով, Ռոբերտը Սերժը, ուրեմն Լևոնը, ես էլ բազմից հայտարարել եմ, ոչ նա, ոչ էլ նա, ինչու ենք հետ գնում։ Մեր ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, ովքեր կլինեն ավելի կրթված, ավելի տեսքով, ավելի հայրենասեր ու ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, քան Նիկոլ Փաշինյանն է, ով գնում է, ասենք, Գերմանիա հեծանիվ է քշում։ Ով է տեսել, որ որևէ պետության ղեկավար գա Հայաստանում, ասենք թե հեծանիվ քշի։ Կամ մի կինտոյական կեպի է դնում գլխին, մայիս ամսին որևէ մեկը գլխարկ չի դնում։ Մարդու ծիծաղ է գալիս։ Մենք ամաչում ենք, որ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը միջազգային հարաբերություններում։ Պարոն Բազյան, դուք նշեցիք 94 թվականի հաղթական ավարտ պատերազմի։ Ես կասեի, դուք հաղթական ավարտ չէր, դա հաղթական ընդմիջում էր։ Ես ասացի հրադադար, չասացի պատերազմի ավարտ։ Մենք պետք է այն ժամանակ հաղթական ավարտեինք, իրոք։ Հաղթական, որ ավարտեինք, այսքան բան չէր լինի։ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքվեց հրադադարի պայմանագիր։ Ես չասացի, որ պատերազմն ավարտվեց։ Պատերազմը չավարտվեց։ Բոլոր դեպքերում դուք նշեցիք նաև ինչ-որ քաղաքական ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի նպատակը թուրք լրագրողների հետ հանդիպման, որոնք ըստ տարբեր աղբյուրների Հայաստան էին ժամանել Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին էին ժամանել, ճիշտ է։ Բյուջեի հաշվին էին ժամանել, այստեղ Նիկոլ Փաշինյանի PR-ով զբաղվելու համար, դա էլ թողնենք մի կողմ։ Կներեք, ես ավելացնեմ, այդ թուրք լրագրողները Հայաստանի պետբյուջեի հաշվին եկան մնացին, չգիտեմ քանի օր մնացին, կերան խմեցին, Նիկոլը հարցազրույց տվեց գնացին, Հայաստանը ներկայացրեցին որպես շատ աղքատ ու շատ վատ պետություն, Երևանը ներկայացրեցին որպես թուրքական Էրզինջան քաղաք, իբր թե, որը այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանն է, ընդ որում ադրբեջանցիք էլ հայտարարում են, որ Երևանը դա Ռևան խանի հիմնադրած Իրևան քաղաքն է եւ այստեղ եղել են բազմաթիվ ադրբեջանցիներ, հայերը ուրեմն շովինիստ են, հայերը ազգայնամոլ են, հայերը արտաքսել են բոլոր ուրեմն օտարազգիներին եւ Հայաստանը մոնոլիտ պետություն է, իսկ Ադրբեջանը բազմազգ պետություն է։ Ես ուզում եմ այդ թուրքերին հիշեցնել, որ Հայաստանն էլ է բազմազգ պետություն, մեր մոտ հավասար պայմաններում ապրում են եզդիներ, քրդեր, ճիշտ է քիչ քանակով, բայց ամեն դեպքում կան ասորիներ, հույներ եւ խառնամասնությունների ձևով նաեւ ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, հրեաներ եւ այլն։ Որևէ տարբերակում մենք նրանց արժեվ չենք դնում, ու մեր այդ կողքի նույն եզդիները, ասորիները, հույները կռվել են թուրքի դեմ։ Առանց խառնամասնությունների մենք ունենք կոմպակտ մոնո գյուղեր ռուսների, որտեղ ռուսներ են ապրում եւ այսպես նրանք ոչ դժգոհում են, համենայն դեպս մինչեւ այժմ ոչ դժգոհել են մեր վերաբերմունքից, ոչ էլ նեղացրել ենք նրան։ Պարոն Բազյան, դեռ ընտրություններին 1 տարի կա, բայց արդեն ինչ որ շրջանառվում են այսպես վարչապետերի անուններ՝ Դավիթ Համբարձումյան, Էդմոն Մարուկյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան, սա ինչ նպատակով է արվում, դուք կարծիք կարող եք հայտնեք այս առումով։ Ես չէի ցանկանա այդ քաղաքական ուժերի ուրեմն փոխարեն գնահատական տալ նրանց, բայց մեր մոտեցումն հետեւյալն է։ Կոնկրետ իմ մոտեցումը հետեւյալն է։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ հանդիպելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ղեկավար մարմինների հետ կամ ղեկավարների հետ, հասարակական կառույցների, հայրենակցական միությունների, մշակութային ու մարզական միությունների, հիմնադրամների ղեկավարների հետ եւ իմ մոտեցումը հետեւյալն է։ Մի կողմ թողեք ձեր անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողեք ձեր քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները, չկան այդքան գաղափարախոսություն։ Հայաստանում ասացի 140-ից ավելի կուսակցություններ կան գրանցված։ Միացյալ Նահանգներում գործում են ընդամենը 2 կուսակցություն, հանրապետականը եւ դեմոկրատականները։ Ուրեմն մի կողմ թողեք նաեւ ձեր արտաքին կողմնորոշումները, մի մասը ռուսամետ են, մի մասը արևմտամետ են, բերեք համախմբվենք, ոտքի անենք մեր ժողովրդին, հերացնենք ներկա գործող ապազգային թուրքամետ իշխանությանը, հանրությունը կորոշի, թե ում է ուզում տեսնել պետության հաջորդ ղեկավար։ Սա է մեր մոտեցումը։ Մենք առաջարկում ենք համախմբվել գաղափարի շուրջ, որի բնականաբար հանրությանը ներկայացվելու է նաև պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական ծրագիր, որի գլխավոր հիմնադրույթը բանակի հզորացումն է։ Պետք է ամենախիստ պատժամիջոցները սահմանել
բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր կփորձեն իրենց որդիներին տարբեր պատճառներով, ուրեմն պատճառաբանություններով ազատել զինվորական ծառայությունից։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, որ գործող իշխանությունը բերել էր մի նախագիծ, քննարկում էին այդպիսի մի նախագիծ ազգային ժողովում, որ մարդիկ կարող են մուծել 10 միլիոն դրամ, ենթադրենք, ինչ-որ գումար մուծել եւ չծառայել բանակում։ Այսինքն բանակը փորձում են դարձնել աղքատների տիրույթ։ Ու դրա հետ մեկտեղ բանակի զինվորների գլխականակը կոպիտ արտահայտվեցի քանակը ապահովելու համար, ներողություն եմ խնդրում գլխականակ ասելու, քանակը ապահովելու զինվորների համար, ուրեմն առաջարկում էին զորակոչի տարիքը 27 տարեկանից դարձնել մինչև 32 տարեկան։ 32 տարեկան տղամարդիկ մեծ մասը ամուսնացած են, ունեն ընտանիք եւ զավակներ։ Ինչպես են հարմարվելու այդ 32 տարեկան տղամարդուն զորակոչել 2 տարի բանակ զինծառայության, 18 տարեկան, ասենք, պատանիների կամ երիտասարդների հետ միասին հավասար պայմաններում զինծառայության։ Եթե մարդը ունի երեխա, ընտանիք, կին ու բանակում զինծառայության է անցնելու 2 տարի, ով է պահելու նրա ընտանիքը։ Ուրեմն այդպեսի հակասական առաջարկներ ունեին, դեռ չեն քննարկել ազգային ժողովում, եթե փորձեն այդ նախագծերը, այդ առաջարկները քննարկել ազգային ժողովում, մենք ժողովրդին կոչ ենք անելու, ոտքի կանգնել, շրջափակել ազգային ժողովը եւ չթողել, որ նման նախագծեր քննարկվեն եւ դառնան օրենք։ Ըստ իս այս կարգի տեխնացուներ առաջադրելը մի նպատակ ունի, որ 35 տարի միգուցե 30 տարի կներեք, 35 եմ ասում, բայց նաև 35 ոչինչ։ 90 թվականից սկսած մեր հանրապետությունում, մեր երկրում թևածում է մի այսպիսի գաղափար։ Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոնը չլինի ով լինի, դե ասա ով լինի։ Հետո եկավ Ռոբերտ Քոչարյան, Ռոբերտը չլինի ով լինի, դե ասա ով լինի։ Հիմա Սերժ Սարգսյանը, որ չլինի, լավ, Սերժը չի ով է։ Հաջորդը Նիկոլն է, Նիկոլը չլինի ով լինի, Դավիթ Համբարձումյանը, թե Էդմոն Մարուկյանը։ Ժողովրդին անընդհատ գցում են այս շախմատային լեզվով ասած ցուկցվանգի մեջ, որ ստիպված քայլեր անի։ Ես մի անգամայն համաձայն եմ ձեր հետ, պարոն Ճաղարյան։ Ես ասացի իմ խոսքում, որ հայ ժողովրդի ոնց որ ասած ամուլչի, կոպիտ ասեմ, արգանդա ամուլչի Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, Հայաստանում թե Սփյուռքում կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, ովքեր շատ ավելի լավ կղեկավարեն մեր պետությունը, քան Նիկոլ Փաշինյանն է, որը թերի բարձրագույն կրթություն ունի, համալսարանի, ուրեմն դիպլոմը տվել է, ուսուցումը կիսատ է թողել, դրանից զատ նա միշտ ճշնամաբար է տրամադրված եղել, ուրեմն հայոց բանակի, արցախցիների եւ Վազգեն Սարգսյանի հանդեպ, սպառապետի հանդեպ։ Կա տեսագրություն, որտեղ Վազգեն Սարգսյանը ասելիս է կազմակերպել։ Նիկոլը չգիտեմ ինչ հարց է տալիս, Վազգենը շատ կոպիտ կոշտ պատասխանում է իր բնավորությամբ Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլի մոտ մնացել է նստվածք։ Ես մի դեպք եմ ուզում հիշեցնել, ես ազգային ժողովի նախագահի տեղակալ էի 98 կամ 99 թիվն է։ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց ինձ, հեռախոսով հարցազրույց էր ցանկանում, ես ասի հարցերը տուր հեռախոսով պատասխանեմ։ Ֆիզիկապես երբեք նրա հետ չեմ հանդիպել, դա էլ շեշտեմ։ Ուրեմն հարցերը տվել է, պատասխանել եմ, հաջորդ օրը Վազգեն Սարգսյանը զանգեց ինձ։ Բազյան, հարցազրույցը կարդացի, լավն էր, բայց Նիկոլն ով է, որ դու դրան հարցազրույց ես տալիս, չես տենում բանակի դեմ ինչեր նա գրում։ Նա միշտ կրկնում եմ, հայոց բանակի դեմ տրամադրված էր թշնամաբար, արցախցիների դեմ թշնամաբար, Վազգեն Սարգսյանի դեմ թշնամաբար եւ այսօր էլ իր իշխանաբարման տարիների ընթացքում տանում է ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականություն։ Պարոն Բազյան, դուք նշեցիք, որ ինչ-որ ձայնագրություն կա, տեսագրություն, որտեղ Վազգեն Սարգսյանը շատ կոպիտ է վերաբերվում, ոչ պատասխանում համաձայն։ Այդ տեսագրությունը Արամ Սարգսյանը տեսել է։ Չգիտեմ տեսել է թե ոչ, իսկ այդ ձեր պատմածի մասին, ինչ-որ բաների մասին Արամ Սարգսյանը տեղյակ է։ Ես չեմ կարող ասել տեղյակ է թե ոչ, արդեն մոտ 20 տարուց ավել ես Արամ Սարգսյանի հետ որևէ շփում եւ առնչություն չունեմ։ Իսկ այն ժամանակ որ շփում եւ առնչություն ունեցել եմ 5 տարի քաղաքական միասին ճանապարհ ենք անցել, սկսած 2000 ուրեմն թվականից եւ 27 հոկտեմբերի 27-ից հետո ուրեմն Արամ Սարգսյանը եւ Վաղարշակ Հարությունյանը, ես Երևանի քաղաքապետ էի աշխատում, գալիս էին իմ մոտ շաբաթը մեկ,
Արամի բառացի եմ ասում։ Արամը ասում էր հետևյալը. Բազյան ջան, ել չեմ կարող սենց դիմանամ։ Արի քաղաքականությամբ զբաղվենք, արի կուսակցություն հիմնադրենք։ Ես ուզում եմ քաղաքականությամբ զբաղվել։ Իմ պատասխանը հետևյալն էր. քաղաքապետի պաշտոնը այն ժամանակ նշանակովի պաշտոն էր։ Ասում եմ նշանակովի պաշտոնը ես պետական պաշտոնյա եմ, չեմ կարող ձեր հետ միասին դրսում ընդդիմադիր կուսակցություն հիմնադրել։ Մի քիչ ամփերեք, տարին փակվի, մի շարք ազատամարտիկների նշանակել է աշխատանքի։ Զոհվածների ընտանիքները գալիս էին Երևան հիմնադրամից օգնություններ էի բաշխում եւ այլն։ Դրա համար ասի ավարտեմ, դուրս գանք այդ կուսակցությունը հիմնադրենք։ Ես դիմում եմ գրել 2001 թվականի հունվարի 9-ին, դիմում եմ գրել դուրս եմ եկել քաղաքապետի պաշտոնից, Արամ Սարգսյանի հետ հիմնադրել ենք Հանրապետություն կուսակցությունը, ես եմ գրել ծրագիրը կանոնադրությունը եւ այլն եւ ընտրվել եմ այդ կուսակցության նախագահ։ Իսկ Արամ Սարգսյանին որպես Վազգենի եղբայր, որպես ավելի երիտասարդ, որպես տեսքով անձնավորություն ավելի իրեն որպես ասենք նախագահի տեխնացու ենք առաջադրել 2003 թվականի ուրեմն նախագահական ընտրություններին։ Նախագահական ընտրությունների ընթացքում 2003 թվականի, երբ որ մենք տեսանք, որ Ստեփան Դեմիրճյանի մոտ 2-3 անգամ ավելի շատ ժողովուրդ հավաքում, քան մեզ մոտ, Արամն էլ համաձայնվեց, մենք իրեն առաջարկեցինք, ինքն էլ համաձայնվեց, հանի իր տեխնացությունը եւ պաշտպանեցինք Ստեփան Դեմիրճյանի տեխնացությունը։ Բնականաբար ընտրակեղծիքներով Ռոբերտ Քոչարյանը վեր ընտրվեց ուրեմն հանրապետության նախագահ 2003 թվականին։ Նրանից հետո մի 2-3 տարի ես համագործակցել եմ տարբեր մարդկանց հետ, հետո դուրս եմ եկել ու ավելի քան 20 տարուց ավել ես որևէ քաղաքական 20 տարի չէ մոտավորապես 20 տարի ես քաղաքականությունից ինձ դուրս եմ դրել, որովհետև հոգնել է այդ խարդավանքներից, կեղծիքներից եւ այլն եւ այլն։ Իսկ հիմա կապիտուլյացիայից հետո արդեն հնարավոր չէր հանգիստ նստել տանը։ Դրա համար ասենք ես իմ զինակից ու գաղափարակից ընկերների հետ ձևավորել ենք հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման խորհուրդ հասարակական կազմակերպությունը, այդ կազմակերպության հետ միասին մի շարք ընդդիմադիր առողջ ազգային ուժերի, հասարակական կառույցների ու դաշինքների ու քաղաքական մարմինների հետ միասին եւ անհատ գործիչների հետ միասին սույն թվականի մարտի 2-ին հիմնադրել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը, որպես այլընտրանք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Պարոն Բազյան, իմպիչմենտի գործընթաց էին ուզում սկսել։ Անիմաստ գործ է։ Ասեմ ձեզ, գործող ազգային ժողովում հնարավոր չի Նիկոլ Փաշինյանին ամաստահության հայտնել կամ իմպիչմենտի, այսպես ասած, ենթարկել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովում բացահայտ մեծամասնություն ունի, ու նրանք անվստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտրված վարչապետին։ Խաբում են մեր ժողովրդին, զբաղեցնում են մեր ժողովրդին, որևէ իմպիչմենտ հնարավոր չի։ Ես բերեցի օրինակը։ Սրբազանը, Բագրատ Սրբազանը փորձեց նման, ասենք, ազգային ժողովում պատգամավորներին համոզել, որ իմպիչմենտի այսպես կոչված անվստահության գործընթաց ուրեմն իրականացնել հնարավոր չեղավ։ Եվ ուզում եմ եւս մեկ ուրեմն փաստ նշել, Նիկոլ Փաշինյանը գնաց Պրահա ամիսներ առաջ անցյալ տարի եւ տեղի հանդիպելով տեղի իշխանություններին ու մեր հայրենակիցներին, սփյուռքահայերի հայտարարեց ինչու 39 թվը մինչև ուրեմն ցեղասպանության մասին որևէ խոսք չկար 59 թվից սկսեցին խոսել ցեղասպանության մասին։ Ես հայտարարում եմ, որ ինքը այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ 39 թվը մինչև ցեղասպանության մասին չէին խոսում։ Ցեղասպանության մասին ուրեմն այդ դրույթը շրջանառության մեջ է դրել հրեա Լեմկինը, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիան իրականացրեց ցեղասպանություն հրեաների հանդեպ։ Դրանից հետո այդ տերմինը դրվեց շրջանառության մեջ եւ բնականաբար մեր հայազգի գործիչները, հատկապես թուրքահայ գործիչները, ուրեմն այդ ցեղասպանության հարցը սկսեցին դնել քննարկման առարկա դարձնել, Երևանում կառուցվեց ուրեմն հուշարձանը ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եւ ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը ճանաչել են 35-ից ավելի ամենահզոր աշխարհի խոշոր երկրները։ Իսկ Նիկոլը փորձում է կասկածի տակ դնել հայոց ցեղասպանությունը։ Եթե եղել է, ապա ինչու է եղել, ինչպես է եղել, իրոք ինչքան են զոհվել, այսինքն ինքը ուզում է փորձի բանը, որ
հայերը դավաճանել են իրենց պետության Օսմանյան կայսրությանը, անցել են ռուսների կողմը, դրա համար էլ թուրքերը Հայաստանի հանդեպ իրականացրել են կոտորածներ կամ ցեղասպանություն։ Ուզում է արդարացնի թուրքերի ուրեմն վարքագիծը։ Նա ամեն ինչ անում է Էրդողանի եւ Ալիևի թելադրանքով։ Նրա պոչը Ալիևի ոտքի տակ է։ Անցանք ցեղասպանության թեմային, իրոք շատ ցավոտ թեմա է եւ ամեն ինչ արվում է, այսպես ասենք, բարիշացնելու համար, բայց մենք հիմա տեսնում ենք, որ երևի ավելի է խորանում այդ հակակրանքը, ինչքան քարոզը ավելի ահագնանում է, այնքան ավելի խորանում է ցեղասպանության զոհերի սերունդների հակազդեցությունը։ Պարոն Բազյան, հիմա իրավիճակը պարզ է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք որպես հասարակական կազմակերպության ղեկավար, որպես մեկ այլ հասարակական կազմակերպություն, միավորումը, համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը ինքը քաղաքական կառույց է, որովհետև մենք դնում ենք իշխանափոխության խնդիր։ Բայց կուսակցություն է թե հասարակական կազմակերպություն։ Ոչ, ինքը եթե դնում ենք իշխանափոխության խնդիր եւ հանրությանը առաջարկում ենք քաղաքական ծրագիր, դա ինքնին քաղաքական կազմակերպություն է, որովհետեւ կներեք այդ կազմակերպության մեջ ներգրաված են մի քանի քաղաքական կուսակցություններ, դաշինքներ քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ եւ անհատ գործիչներ, մարդիկ, ովքեր եթե աշխատել են պետական կառավարման համակարգում, ազնիվ են աշխատել, չեն թալանել, չեն գողացել, մնացել են ազնիվ մաքուր։ Լավ, քաղաքական կազմակերպություն է, չնայած որպես այդպիսին քաղաքական կազմակերպություն վիճպետկոմում պետրեգիստրում չեն գրանցում։ Կգրանցեն, ժամանակը կամ պիտի գրանցեն կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք կամ էլ գրանցվելու է հասարակական կազմակերպություն։ Գրանցվելու է որպես քաղաքական միավորում։ Քաղաքական միավորում։ Քաղաքական միավորում։ Դուք քաղաքական միավորման վարչության անդամ եք։ Ղեկավար մարմնի անդամ եմ։ Մեկ այլ հասարակական կազմակերպության ղեկավար։ Այո։ Հիմա դուք տվյալ իրավիճակը գնահատելով ելքն ինչպես եք տեսնում։ Ես քիչ առաջ ասացի, նույն բանը կրկնեմ, ելքը մեկն է։ Պետք է համախմբել մեր ժողովրդին։ Ինչպես։ Եվ սփյուռքահայությանը, եւ ուրեմն արցախցիներին, որոնք ստիպված են եղել թողել իրենց տուն ու տեղը ու գրպանի փողը վերցրած եկել են Հայաստան, ուրեմն եւ բոլոր աշխարհի հայությանը մեկ գաղափարի շուրջ հզորացնել Հայաստանի Հանրապետությունը եւ ազատագրել Արցախը մեր հայրենիքի բռնազավթած մյուս տարածքներ։ Իսկ Հայաստանի Հանրապետության նման խնդիր լուծելու համար պետք է ամեն ինչ դնել բանակի հզորացման վրա։ Ես արդեն ասացի, որ Նիկոլը Հայաստանը դարձրել է, հիմա շեշտում եմ, ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակը կրկնապատկել է։ Ամիսը մի քանի անգամ բարձրաստիճան ոստիկաններին, նրանց աշխատավարձերը բավականաչափ բարձրացրել է։ Ամիսը մի քանի անգամ մի աշխատավարձի չափով տալիս է ոչ միայն ոստիկաններին, այլ բարձրաստիճան падգամավորներին, պաշտոնյաներին, падգամավորներին եւ այլն, ուրեմն պարգևավճարներ։ Այսպիսով ապահովելով ուրեմն նրանց ոնց որ ասած կենսամակարդակի բարձրացումը եւ հենարան ստեղծելով իր համար։ Դրա համար այս ոստիկանների ուղիղ կեսին պետք է տեղափոխել բանակ զինծառայության։ Ում են պետք այդքան ոստիկաններ Հայաստանում։ Ոստիկանապետությունից Հայաստանը մենք պետք է դարձնենք ռազմականացված պետության։ Մենք պետք է ապրենք ազգ բանակ կարգավիճակով։ Ես որ ասել եմ ազգ բանակ, Նիկոլն հայտարարել է ազգ բանակ նշանակում է ազգ նահատակ։ Նահատակը թող ինքը լինի։ Մենք այո ապրելու ենք ազգ բանակ կարգավիճակով։ Մենք գտնում ենք երկու ճշնամական պետությունների առանքում Ադրբեջան եւ Թուրքիա։ Մենք քիչ ենք, ընդամենը 3 միլիոն մոտավորապես բնակչություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Իսրայելի օրինակով մենք պետք է նաեւ օրենսդրական կարգավորումներով աղջիկների եւ կանանց կամավորական հիմունքներով եւ որոշակի ուրեմն վարձատրությամբ նաեւ ասենք ներգրավենք բանակ զինծառայության, որովհետեւ բանակում կարող են լինել բուժքույրեր, բժշկուհիներ, ուրեմն խոհարարային աշխատողներ, դիպուկահարներ, սանիտարներ եւ այլն։ Դուք նշում եք անընդհատ գաղափարի շուրջ։ Ո՞րն է այդ գաղափարը, բացի բանակը։ Լավ, բանակ միայն բանակ հզորացնելով, դա ասենք միայն բանակ հզորացնելու համար հավաքել ժողովրդին չեմ պատկերացնում։ Ոչ միայն բանակ հզորացնելու համար։
նախ պետությունը պետք է անվտանգություն ունենա, ապահովի իր անվտանգությունը։ Ժողովուրդը ապրի անվտանգ պետության մեջ, սահմանները պաշտպանված լինեն, նոր մնացած հարցերը լուծվի։ Եթե սահմանները պաշտպանված չեն, պետության, Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի ազգային բանակն է։ Որոշ չափով նաև ազգային անվտանգության ծառայությունը, որը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով փչացրել է այդ ծառայության գործունեությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը ինքը դարձրել է իշխանության անվտանգության ծառայություն։ Ես օրինակը բերեմ, ազգային անվտանգության ծառայությունը հարուցում է քրեական գործեր ընդդիմադիր գործիչների վրա, որոնցից մեկն էլ ես եմ եղել, եւ այդ մարդկանց տանում են ապօրինաբար շինծ ու մեղադրանքով տանում կալանավորում են։ Հիմա ես, ասենք, ավարտել եմ 6 ամիս եղել եմ կալանքի մեջ, 6 ամիս էլ տնային կալանքի մեջ, հիմա էլ ասենք իմ հանդեպ հարուցված քրեական գործը կարճված չի, իբր թե Նիկոլ Փաշինյանի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։ Ու ամիսը 2-3 անգամ դատական process են անում, ընդ որում Աջափնյակի դատարանում։ Ես կենտրոնի բնակիչ եմ, տանում են Աջափնյակի դատարան, որովհետև այնտեղի դատավորները գործում են իշխանության հրահանգով։ Իսկ կա դատավոր, որ Նիկոլ Փաշինյանի ասածը չանի։ Կա տես դատավոր։ Չգիտեմ, ես չգիտեմ նման դատավոր, որ Նիկոլ Փաշինյանի։ Ես ռետորական հարցը իրենից եմ սովորել, Ես չգիտեմ, կա նման դատավոր թե չէ։ Դատական իշխանությունը Հայաստանում անկախ չի։ Դատական իշխանությունը գործադիր իշխանության ենթակայության ներքո է գործում։ Իսկ նորմալ պետություններում դատական իշխանությունը, օրենսդիր իշխանությունը եւ ուրեմն գործադիր իշխանությունը միմյանցից անկախ են։ Օրենսդիր իշխանությունը օրենքներն է ընդունում, գործադիր իշխանությունը այդ օրենքների համապատասխան աշխատում է, դատական իշխանությունն էլ բնականաբար պետք է ապահովի քաղաքացիների իրավահավասարություն, օրենքի գերակայություն եւ բնականաբար արդարադատություն իրականացնի։ Չկա Հայաստանում արդարադատություն։ Պարոն Բազյան, նշում եք պետության անվտանգություն, այո, դատական համակարգ, այո, բանակի շենացում բան, բայց դրանք երկրորդ, երրորդ, չորրորդ հետագա քայլերն են։ Սկզբից պետքա պետությունը լինի, չէ՞, որ այդ ամեն ինչը պետությունը կա, մենք անկախ պետություն ենք։ Որտեղ թղթի վրա։ Ոչ թղթի վրա, մենք Հայաստանի Հանրապետությունը աշխարհի 200 պետություններից մեկն է, որպես անկախ պետություն։ Իսկ դուք որպես այդպիսին դե ֆակտո անկախություն տեսնում եք մեր մոտ։ Ուրեմն որոշակիորեն մենք կախված ենք Ռուսաստանի Դաշնությունից, որովհետև այլ կերպ հնարավոր չի։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ռազմաքաղաքական հարաբերություններ, մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ուրեմն մենք գազ ենք ստանում Ռուսաստանից, մենք շատ բաներ Ռուսաստանի հետ են կապված, մեր հազարավոր, տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ արդեն մեկնել են Ռուսաստանի Դաշնություն աշխատելու, որովհետև Հայաստանում չկան այդքան աշխատատեղեր, աշխատելու է փող են ուղարկում իրենց ընտանիքներին ապրելու համար, անգամ Ղազախստան են գնում մեր հայրենակիցները։ Իսկ ինչ վերաբերվում է ուրեմն այդ կախվածությանը, ցավոք սրտի այդ կախվածությունը շատ ավելի մեծացրել է Ռոբերտ Քոչարյանը, ով $200 միլիոն պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնեց Բաշխից էլեկտրոցանցերը, ատոմակայանի կառավարումը, երկաթգծի կառավարումը, հեռախոսակապը, Մարս գործարանը, մի շարք հանքեր, որոնք շատ ավելի մեծ արժեք ունեին, քան այդ $200 միլիոն։ Դրանից զատ ուզում եմ նաև շեշտել, որ Ռուսաստանը միլիարդավոր գումարների դոլարների ուրեմն զեղչել է, ասենք մի շարք աղքատ պետություններ, Կուբային, բանին, Աֆրիկայի որոշակի Նիկարագուային, այո, Նիկարագուային եւ այլ եւ այլ։ Վրաստանին, իմիջայլոց ասեմ։ Ընդ որում Վրաստանը գնում էր դեպի արևմուտք, Սաակաշվիլի օրոք, փորձեց գնալ դեպի ՆԱՏՕ, փորձեց գնալ դեպի Եվրոմիություն, արդյունքում կորցրեց Հարավային Օսեթիան, կորցրեց Աբխազիան, Ռուսաստանի աջակցությամբ։ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան անջատվեցին Վրաստանից։ Դրանից զատ բերեմ Ուկրաինայի օրինակը։ Ուկրաինան փորձեց գնալ դեպի արևմուտք, դեպի ՆԱՏՕ, դեպի Եվրոմիություն, Ռուսաստանը հարձակվեց իր ցեղակիցներ Ուկրաինայի վրա, Ուկրաինայից անջատել է Ղրիմը, անջատել է Դոնեցկի մարզը, անջատել է Լուգանսկի մարզը, այժմ ասենք փորձում են վերցնել Զապորոժիան, եւ այս պատերազմը ավարտվելու այն ժամանակ, երբ որ ռուսները վերցնել են նաեւ Օդեսան, որտեղ հիմնականում ռուս բնակչություն է, ես եղել եմ Օդեսայում, եւ որոշ չափով հрьяաներ նաեւ, շատ քիչ ուկրաինացիներ համարյա գոյություն չունեն։ Անջատելու է Ուկրաինան Սևծովից, դրանով նոր կվերջանա այդ պատերազմը, որովհետեւ սա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ չի։ Ուկրաինայի թիկունքում ՆԱՏՕ-ն է,
Արևմուտքը, Միացյալ Նահանգները, որոնք օգնում են Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարի ռազմական տեխնիկայով եւ այլն ամեն ինչով եւ քաղաքական ու տնտեսական աջակցություն են ցուցաբերում, բայց Ռուսաստանն էլ մենակ չի։ Ռուսաստանի դաշնության թիկունքում Չինաստանն է, որը իր տնտեսական հզորություններով համարյա հասել է արդեն Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ային տերությունն է, Հնդկաստանը, որը տնտեսական հզորություններով աշխարհում արդեն 4-րդ պետությունն է, Հյուսիսային ատոմային երկիր, Հյուսիսային Կորեան, որը եւս ատոմային երկիր է, եւ Իրանի Հանրապետությունը, որը մոտ է ատոմային երկիր դառնալու։ Բայց ես Ռուսաստանի մասին չէի հարցնում, դուք մի քիչ ավելի խորը գնացիք, ես ասում եմ պետության անվտանգության, պետության բանակի, պետության ինստիտուտների, դատական համակարգ, գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, այս ամեն ինչի համար պետություն պիտի ունենանք, թե ոչ։ Պետություն ունենանք նոր սրանց մասին մտածենք, թե սրանց մասին մտածենք նոր։ Ես բազմիցս շեշտում եմ, մենք ունենք պետություն։ Մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմա դուք ինքներդ ասացիք, որ մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը, որը կախված է Ռուսաստանից, կախված է, ասի որոշակիորեն թե ամբողջությամբ։ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած քաղաքականության հետևանքով ավելի շատ կախվածության մեջ եք մտել Ռուսաստանի Դաշնությունից։ Չէ, ում մասին է խոսքը, ով է կախել այդ պետությունը այն պետությունից։ Չենք ուզում, չենք Հանրապետությունը միջազգայինորեն ճանաչված, կներեք, միջազգայինորեն ճանաչված աշխարհի 200 պետություններից մեկն է, անկախ որպես պետություն։ Բելարուսն էլ ատենց ճանաչված պետություն կա։ Հա, Բելարուսը հիմա Ռուսաստանի հետ շատ խոր հարաբերությունների մեջ է, նույն ՄԱԿ-ի կողմից ճանաչված։ Պարոն Ճաղարյան, նրանք գրեթե նույն ազգի սլավոնական ժողովուրդ են, շատ մոտ են իրար հետ։ Բելարուսը ընդհանրապես ռուսի մյուս տեսակն է, Բելարուս։ Եվ ինչ անենք։ Պետություն է, չէ։ Հա, պետություն է։ Բայց հիմա դուք համարում եք, որ Բելարուս պետություն որպես այդպիսին իրականության մեջ կա։ Ռուսաստանի հետ դաշինք են կնքել, պետություն են։ Ընդունում ենք դաշինք են կնքել, բայց մենք Ռուսաստանի հետ չունենք այդպիսի, ասենք, փաստաթուղթ, որ մենք հանդիսանում ենք Ռուսաստանի որևէ մաս կամ գուբերնիա։ Մենք չկա Հայաստանը աշխարհում ճանաչված անկախ պետություն է, Պակիստանը եւ կարող է էլի մի 2-3 պետություն չեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում նույն այդ Պակիստանը ամեն ինչով օգնում էր Ադրբեջանին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Այս ամեն ինչը ընդունեցինք, իմ հարցը դրա մասին չի։ Հարցը էության մասին է։ Հայաստանի Հանրապետությունը այսօր ինքնիշխան, սուվերեն որոշումներ կայացնելու պրակտիկա ունի, թե ոչ, որ ասենք մեր ազգային շահերը մեզ պահանջում են այս բանն անել, ու մենք մեր ազգային շահերով այս բանն անում ենք, թե կախվածությունը խանգարում է։ Այլ խնդիրը, որ գործող իշխանությունը չի կատարում իր պարտավորությունները մեր հանրապետության, մեր ժողովրդի հանդեպ։ Գործող իշխանության իշխանավորները օգտվում են իշխանության, ուրեմն օրենքով սահմանված կարգով իրենց ուրեմն իրավունքներից չեն կատարում իրենց պարտավորությունները մեր ժողովրդի հանդեպ։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչված է որպես անկախ պետություն եւ մենք գոյություն ունենք որպես անկախ պետություն։ Հա, որոշակի կապեր կան, լիարժեք անկախ որևէ պետություն չի կարող լինել, լիարժեք անկախ։ Իմ ասածը լիարժեքության մասին չի, բայց կա անկախության որոշակի տոկոսներ։ Իմ ասածը այդ կախվածության եւ անկախ լինելու մասին է։ Մնացեք ես ձեր կարծիքին։ Չէ, ես ուզում եմ ձեր կարծիքին։ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն է որոշում իր օրենսդրությունը, ինքնուրույն է Հայաստանի Հանրապետությունը իր օրենքները ընդունում ազգային ժողովում եւ այլն, դա ինքնուրույն է Հայաստանի Հանրապետության իշխանությունը անմեղ մարդկանց տանում կալանավորում, Ռուսաստանի թելադրանքով չի։ Ռուսաստանի թելադրանքով չի։ Ոչ, ես Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունեմ։ Բայց ես դրանում չեմ էլ կասկածել։ Չէ, ինձ տարեկալանավորել են, չէ։ Նիկոլի որոշումով Նիկոլի հրանգավոր են տարել ինձ կալանավորել։ Քրեական գործն էլ կարճված չի։ Բայց ինչ կապ ունի Ռուսաստանը այդ գործերի հետ։ Բայց ես Ռուսաստանի անուն չեմ տվել, պարոն Բազարյան։ Չէ, դուք ասում եք մենք բան անկախ չենք, մենք անկախ պետություն ենք։ Միգուցե Թուրքիայից ենք կախված, ես Ռուսաստանի անուն չեմ տվել։ Նիկոլը տվել։ դնում է Հայաստանը Թուրքիայից կախվածության մեջ, որոշակիորեն կախվածության մեջ է դնում Նիկոլը Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Եվ Ադրբեջանը անդադ պահանջում է 300,000 ադրբեջանցի պետքա գան Հայաստան ապրեն, ադրբեջաններինը պետքա դառնա երկրորդ պետական լեզու Հայաստանում, Սյունիքի միջանցն է ուզում եւ այլն։ Ու Նիկոլը անընդհատ վախեցնում են մեր ժողովրդին նոր պատերազմով, որ եթե ես չտաս բանը պատերազմա լինելու, այն չտանք պատերազմա լինելու, ասված խոսք է։ Ուրեմն բանը խաղաղություն ես ուզում,
պատրաստիր պատերազմի։ Պատերազմը խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը նվաճում են հաղթանակով։ Իսկ հաղթանակի համար պետք է զորացնել բանակը։ Մեզ մարդն ասում է մենք իզորու չենք պայքարել խաղաղության համար, պետքա մուրանք։ Դե Ինչ անենք։ Ինքը թոմուրա, մենք հեռացնելու ենք իրան։ Որևէ իշխանություն կներեք, որևէ իշխանություն հավերժ չի։ 7 տարի է Նիկոլը ղեկավարում։ 7 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդից հասցրել է 12.8 միլիարդ դոլարի, որի մեծ մասը բանա, ուրեմն արտաքին պետական պարտքա դրել է մեզ կախվածության մեջ, բանի տոկոսի տակ միջազգային վալյուտային ֆոնդը, համաշխարհային բանկի այդ գումարները որ տալիս են, տոկոսով են տալիս, հենց այնպես չեն տալիս։ Սա մեկ ինքը կազմակերպել է հայոց բանակը Նիկոլը վաստակաշատ զինվորականների վրա հանձնարարել է հարուցել շինծ ու քրեական գործեր ու տանել նրանց կալանավորել։ Ես մեկ օրինակ կարող եմ բերել։ ՀԱՊԿ-ի նախագահը Յուրի Խաչատուրովն էր։ Յուրի Խաչատուրովի վրա Նիկոլը հանձնարարեց հարուցել քրեական գործ, ՀԱՊԿ-ի նախագահությունից ժամկետից շուտ հանեցին Խաչատուրովին, ՀԱՊԿ-ի նախագահ դարձավ Ռզասը, որը Բելարուսի ներկայացուցիչն է, իսկ Լուկաշենկոն Ալիևի դաշնակիցն է, նրանք ունեն փոխադարձ շահեր, հարաբերություններ, այլ կարգի փոխադարձ հարաբերություններ ունեն ու Լուկաշենկոն միշտ խոսում է ի օգուտ Ադրբեջանի, ի վնաս Հայաստանի։ Բել մենք հապկում ինչ ենք անում։ Ուր են գնալու Ինչ ՆԱՏՕ։ գործ ունենք։ Կներեք, ներողություն։ Հիմա ասենք Նիկոլն էլ է դա ասում։ Լավ, հապկից դուրս են գալի։ ՆԱՏՕ են գնում են։ Նիկոլը դա չի ասում։ Որ ասել արդեն վաղուց արած կլներ։ Ուրեմն, եթե կարողանար կաներ, ուրեմն ես հայտարարում եմ, որ ՆԱՏՕ-ն մեզ չի, ՆԱՏՕ-ին մեզ չեն ընդունելու։ Բայց ՆԱՏՕ-ի անուն չեն ընդունել, պարոն Բազարյան։ Արևմուտքն էլ, Եվրոմիությունն էլ մեզ չի ընդունելու։ Ես ասացի, որ բերել էին Եվրոմիության դրոշը, բերել էին բանը Նիկոլի սատելիտ կուսակցությունները, Հանրապետություն կուսակցություն Արամի գլխավորությամբ, այնտեղ Շիրինյանի կուսակցություն, այնտեղ Խզմալյանի կուսակցություն, Արման Բաբաջանյանի Հանրապետության կուսակցություն, Եվրոմիության դրոշը դրել էին ազգային ժողովի ամբիոնին ու քննարկում էին հանրաքվե կազմակերպենք, միանանք Եվրոմիությանը։ Խափում են մեր ժողովրդին, որովհետև պետբյուջեից մեծ գումարներ ծախսեին, հանձնաժողովներ ձևավորեին, քարոզչական թերթիկներ եւ այլ, մեր ժողովուրդը հաշվի առնելով օբյեկտիվորեն առաջացած հակառուսական տրամադրությունները 100%-ով էլ քվեարկեին, որ գնում ենք Եվրոմիություն, Եվրոմիությունը մեզ չէր ընդունելու։ Այնտեղ մեզ չեն սպասում։ Ես օրինակը բերեցի։ Ինչ որ մեկը ասել է, որ մեզ չի սպասում։ 40 տարի ես օրինակ եմ բերում, Վրաստանը փորձեց գնալ Եվրոմիություն։ Վրաստանի հարց ուրիշ է, ինչ որ մեկը մեզ ասել է, որ մեզ չի սպասում, հանգարց մեր կողմ չգաք։ Ուրեմն ես ինչ որ մի պաշտոնական հայտարարություն կա, չափանիշներ Եվրոմիությունում չեն ընդունում այն պետություններին, որոնք ունեն լարված հարաբերություններ ու հակասություններ իրենց հարևան պետությունների հետ։ Մենք ունենք լարված հարաբերություններ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ։ Հիմա չունենք, Նիկոլը լրիվ դզել է։ Ժողովուրդը ունի, Նիկոլը չի ժողովուրդը, Նիկոլը մի հատ պաշտոնյա է, որը այսօր կա, վաղը չի լինելու։ Բայց ես նորից եմ կրկնում, որևէ իշխանություն հավերժ չի։ Ընդունում ենք, որ հավերժ չի։ Հաստատ գնալու է Նիկոլը։ Ու Նիկոլի քաղաքականությունը ես որպես Հայաստանի քաղաքացի չեմ ընդունում եւ պայքարում եմ նրա դեմ։ Ընդունեցինք։ Ասում եք հեռացնենք, ինչպես ենք հեռացնում։ Ես ձեր կողքը կանգնած եմ։ Հանրությանը հանում ենք ոտքի, Ինչպես բացատրում ենք շատ բարձ հանրության Նիկոլը գերմարդեր ինչ էր որ 100,000-ից ավելի մարդ հավաքեց հանրապետության հրապարակում։ Գերմարդեր ինքը 100,000-ից ավելի մարդ հավաքվեց հանրապետության հրապարակում ուղիղ 1 տարի առաջ։ 100,000-ից 70,000-ից ես ասացի Սրբազանը հավաքել էր 70,000-ից ավելի մարդ, ուրեմն մայիսի 9-ին ինքը սխալներ թույլ տվեց։ Ես տնային կալանքի մեջ չէի կարող իրան ինչ-որ բան հուշել։ Ինքը ասեց. «Մեկ ժամ ժամանակ ենք տալիս Նիկոլը, որ հրաժարական տա»։ Նիկոլը հրաժարական չի տալու։ Կես ժամ ավելացնում ենք Նիկոլը հրաժարական տա։ Չկար հրաժարական։ Գնում ենք падգամավորներին համոզենք, բացատրենք, որ Նիկոլի ամստական հարցը իմպիչմենտի ենթարկեն Նիկոլին։ Այս ազգային ժողովում հնարավոր չի Նիկոլին ենթարկել իմպիչմենտի կամ Նիկոլին հայտարարել անվստահություն։ Աննար է դա։ Նիկոլին պետքա պարտադրել հեռացում հանրությանը ոտքի հանելով։ Հանրությունն արդեն հասկացել է, որ սխալվել է սրան բերելով իշխանություն։ Ինչ ունենք մենք։ 7 տարի առաջ մինչև Նիկոլի գալը Արցախն ու Հայաստանը իրար հետ միացած ավելի քան 42,000 կիլոմետր տարածքով մենք հաղթած ժողովուրդ ենք, հպարտ ենք։ Հիմա մենք պարտված ժողովուրդ ենք, տվել ենք զոհեր 5,000-ից ավելի ու բանակում էլի բազմաթիվ, ասենք, տարբեր
դեպքեր են եղել ու զինվորներ են զոհվել, մեր սահմանամերձ բնակավայրերը բոլորը կրակի տակ են, Աշոտскից մինչև Սյունիք կրակի տակ են ու Ալիևը անընդհատ պահանջներ է ներկայացնում մեր հանրապետությանը։ Սահմանադրությունը պետքա փոխես, հռչակագիրը պետքա մոռանաք, ուրեմն Երևանն էլ պետք է ասենք թե գան ադրբեջանցիները բնակվեն եւ այլ 350,000 ադրբեջանցի պետքա գան Հայաստան։ Բա Ադրբեջանից գաղթած հայերը ուր գնան։ Բաքվից, Գյանջայից, Գանձակից նախկին մեր հայկական, Արցախից որևէ հայ մնացել է Ադրբեջան, բացի մի երկու դավաճանից։ Ու մեր ռազմագերիներն են մնացել այնտեղ։ Ու Նիկոլը ոչինչ չի անում, այս իշխանությունները ոչինչ չեն անում մեր պատանդարված գերիներին, ռազմագերիներին ազատման խնդիր լուծելու համար։ Մենք հայտարարությամբ հանդես ենք եկել, դիմելով աշխարհի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին եւ անհատ իրավապաշտպաններին, Սփյուռքահայ իրավապաշտպան կազմակերպություններին, որ բոլոր կարգի հանդիպումներում, խորհրդաժողովներում եւ այլն բարձրացրեն Ադրբեջանում, Բաքվում, կալանավարերում պատանդարված հայ գերիներին։ Նիկոլը մտահոգություն ունի, որ Ռուբեն Վարդանյանը եթե գա Հայաստան, ունենալով մեծ հեղինակություն համաշխարհային մակարդակի, ունենալով ֆինանսական մեծ միջոցներ, կարող է ուրեմն կազմակերպել հանրությանը ոտքի անել եւ իրեն իշխանազրկել։ Դրա համար էլ նա դիմել է Ալիևին, որ Ռուբեն Վարդանյանին հատկապես բաց չթողնեն։ Պարոն Բազյան, դուք որպես քաղաքական միավորման ղեկավար մարմնի անդամ։ Այո։ Քաղաքական միավորում չկա այդպիսին, որ չուզենա գալ իշխանության։ Վերջին հաշվով այդ քաղաքական միավորումները դրա համար էլ ստեղծվում են։ Իշխանափոխություն, իշխանության գալ։ Այդտեղ ոչ մի վատ բան չկա։ Եթե զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ձեր քաղաքական մտահղացումները իշխանության գալով պետք է իրագործեք։ Բնականաբար այդպես է։ Այո։ Հիմա դուք որ գաք ձեր քաղաքական միավորը եկավ իշխանության։ Պատրաստ եք այս բոլոր օրենքները հակազգային, հակաժողովրդական, հակապետական, այն օրինակ գույքահարկի մասին օրենք, հարկային օրենք եւ այլն այդ բոլոր օրենքները ինչ որ կա, պատրաստ եք հետ ողորմի անելու։ Թե ասելու եք սրանք նախնիններն են ընդունել, մենք շարունակում ենք նույն ընթացքով։ Մենք ներկա ունենք քաղաքական ծրագիր, որը ներկայացվելու հանրությանը գործող իշխանությունը պետբյուջեի մուտքերը ապահովելու համար այս տարի թանկացրել է ուրեմն տրանսպորտի վարձավճարները շատ տեղերում, գույքահարկը, հողի հարկը, աղբանության վարձավճարները, սա մեկ, երկրորդը կրկնապատկել է մի բան էլ ավել մեր արտաքին պետական պարտքը կրկնապատկել է։ Դրա համար ուրեմն այդ ինչ որ այս իշխանությունն է արել, մենք հակառակն ենք անելու եւ դրանից զատ Հայաստանում խորհրդարանական համակարգը իրեն չի արդարացնում։ Այս համակարգի պայմաններում Հայաստանում գրանցված են, ես ասացի, ավելի քան 140 կուսակցություններ։ Այս համակարգի պայմաններում Նիկոլը դարձել է բռնապետ։ Ազգային ժողովում ունի բացահայտ մեծամասնություն, ինչ կարգի որոշումներ ու օրենքներ ասես կարաբերի անցկացնի, բանակը կազմակերպել է, ուրեմն պարտված պատերազմի արդյունքում ազգային հերոսի կոչումներ է տվել մի շարք բարձրաստիճան զինվորականների, հետո այդ նույն զինվորականների դեմ հանձնարարել է հարուցել քրեական գործ եւ տանել կալանավորել արժեզրկելով ազգային հերոս հասկացողությունը։ Ուրեմն դրա համար Նիկոլ Փաշինյանը գնալու է ցմահ նստի։ Ես դա հաստատում եմ։ Որևէ ձևով կալանավորեն, չկալանավորեն, որևէ ձևով իմ բռնած ճանապարհից կես քայլ ես հետ չեմ գնալու։ Ես իմ կյանքի լավագույն տարիները ապրել եմ։ Ես ուզում եմ, որ մենք թողնենք մի երկիր, որ մեր զավակներն ու թոռները ապրեն ապահով բարեկեցիկ եւ անվտանգ պետության մեջ։ Այս օրենքները բոլորը միանգամից կասեցվելու են։ Հայաստանում պետք է իրականացվի սահմանադրական փոփոխություն, ոչ թե նիկոլական տարբերակով, այլ մենք պետք է անցնենք նախագահական կառավարման համակարգի։ Որովհետեւ ես ասացի, Նիկոլը դարձել է ներկա խորհրդարանական համակարգում Նիկոլը դարձել է բռնապետ։ Նա նշանակում է գլխավոր շտաբի պետին, պաշտպանության նախարարին, մի հատ դասատուին նշանակել է պաշտպանության նախարար, պաշտպանության նախարարին, ներքին գործերի նախարարին մի հատ կնոջ է նշանակել, ուրեմն բանը արդարադատության նախարարը եւս մի հատ տիկին է, իր կնոջ կադրերն են, բանը մարդու իրավունքների պաշտպանը կոչված է պաշտպանելու քաղաքացու իրավունքները իշխանությունների ոտնձգություններից, բայց իշխանության ներկայացուցիչ է այդ տիկինը մարդու իրավունքների պաշտպանը, որ նշանակվել է, որևէ անգամ լսել եք, որ մարդու իրավունքների պաշտպան այդ տիկինը
քաղաքացու իրավունք պաշտպանի, բացարձակապես ոչ։ Դրա համար պետքա փոխվի այս կառավարման համակարգը, հզորացվի բանակը եւ մենք չենք կարող համակերպվել ուրեմն Արցախի կորստյան հետ։ Հազարավոր տարիներ Արցախը եղել է հայկական, ընդամենը 70 տարի է եղել Ադրբեջանի կազմում։ 21 թվականի ռուս-թուրքական պայմանագրով, Լենին-Աթաթուրք պայմանագրով Արցախն ու Նախիջևանը թողնվել են Ադրբեջանի կազմում։ Կաբիրոյի որոշումով է, այդ Լենին-Աթաթուրքի հետ կապ չունի, բայց բոլոր դեպքերում Ոնց կապ չունի։ բռնակցել են։ Հիմա պարոն Բազյան, Ռուսաստան, Թուրքիա, Լենին-Աթաթուրք ստորագրել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ Ռուսաստանը ոսկով, Լենինի հրահանգով համարելով, որ Աթաթուրքը իրականացնում է առաջին համաշխարհայինից հետո։ Առաջին աշխարհամարտից 15 թվի ես ասում եմ։ Դրանից հետո 18 թվին այդ օգնել են Թուրքիային, Ռուսաստանը զենքով, ոսկով եւ այլն, թուրքերը հարձակվել են Հունաստանի վրա, հույները մտել էին արդեն բանը, վերցրում էին Ստամբուլը, բրթել են, մաքրել, լցել են ծով ու անցել են Հայաստանի վրա։ Ընդունեցինք։ Սարդարապատում, եթե դեմը չառնեինք, Հայաստան գոյություն չէր ունենա։ Այո, գոյություն չէր ունենա, բայց Արցախն ու Նախիջևանը դրանից հետո են բռնակցվել Ադրբեջանին։ Այնուամենայնիվ ընդունենք սա, ասենք, իգիտություն, որ դուք որպես քաղաքական միավոր պիտի պետությունը ստեղծեք օրինական պետություն, կոչ եք անում նաև սահմանադրական փոփոխությունների, դարձնել նախագահական, ճիշտ ընկալեցի։ Հիմա նայեք, մեր պետությունը դա քննարկման ենթակա առաջարկա քաղաքական ընդունեցինք։ Մեր պետական կառավարման համակարգի կներեք ավարտեն բարեփոխումներ, տնտեսության զարգացման հետ կապված քաղաքական ծրագրեր, երկրի անվտանգությունը ապահովելու համար ծրագրեր, որովհետև ես ասացի, մենք չունենք նորմալ անվտանգության համակարգ։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ունենա արտաքին հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում։ Ես ասացի, բայց այդ անվտանգության ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցում մարդկանց վրա։ Չէ, մենք արտաքին հետախուզության վարչություն ունենք կառավարության կից։ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո կա արտաքին հետախուզության վարչություն։ Պաշտպանության նախարարության կազմում կա արտաքին հետախուզության վարչություն։ Եվ Արշակ Կարապետյանը եղել է այդ վարչության պետը։ Ես պաշտպանության նախարարության հետախուզության վարչության մասին չեմ ասում, մենք ունենք այսօր արտաքին հետախուզության վարչություն, կառավարությանն առընթեր։ Հարցը դա չէ։ Մենք, մեր հանրապետությունը ունեցել է 3 նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Այս նախագահներից որ մեկը նշանակում չէր անում։ Հիմա դուք ասում եք Նիկոլը նշանակում է անում, համաձայն եմ։ Այս նախագահներից ով նշանակում չէր անում։ 90 թվականից, 91 թվականից, 90-ից Գերագույն խորհրդի նախագահ, ապա հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած բոլոր նախագահները կատարում են եւ դատախազի նշանակում, եւ դատավորների նշանակում, եւ նախարարների նշանակում, այսինքն անունը փոխվել է։ Հիմա նախագահը չի նշանակում, նախագահը որպես այդպեսին ստորագրում է, նշանակողը հիմա վարչապետն է, բայց առաջ համ ստորագրողը, համ նշանակողը նախագահն էր։ Հիմա դուք որ ասում եք փոխենք այդ համակարգը, խորհրդարանականից դարձնենք նախագահական։ Հիմա ես ասում եմ, ինչ տարբերություն, եթե մեկ անձի ձեռքում է կուտակվելու ամբողջ իշխանությունը, այդ անձը կկոչվի նախագահ, վարչապետ, թե ինչ, տարբերությունը ո՞րն է։ Ուրեմն գործող սահմանադրության մեջ մի հատ անհասկանալի պաշտոն կա, որը զբաղեցնում է Վահագն Խաչատուրյանը, նախագահի պաշտոն։ Պետբյուջեից հսկայական գումարներ են հատկացնում այդ կառույցը պահելու համար, այդ մարդու արտասահման ոյաժների համար, գնում է մեր Բալտիկա դաշնամուր նվագում, ինչ որ անգլիայում էլ դիակի հետ նկարվում է, անիմաստ է այդ կառույցը։ Ուրեմն դրա համար պետք է այդ կառույցը չլինի։ Նախագահական այո կանցնենք համակարգի, որովհետև ես ասացի, քաղաքական դաշտը Հայաստանում կայացած չի։ Հայաստանի կուսակցությունները միմյանցից տարբերվում ոչ թե իրենց քաղաքական ծրագրերով, գաղափարախոսությամբ եւ այլն, այլ իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Կան մի քանի կուսակցություններ, որոնք իշխանությանը ուղեկցող, իշխանամետ սատելիտ կուսակցություններ են, ես թվարկեցի այդ կուսակցությունները։
Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունն է, Խզմալյանի չգիտեմ անվանումը որ կուսակցությունն է, Արման Բաբաջանյանի Հանուն Հանրապետության կուսակցությունն է եւ այնտեղ բանի Շիրինյանի կուսակցությունն է, որոնք իշխանամետ կուսակցություններ են։ Մնացածը գործում են ընդդիմադիր դաշտում։ Այդ ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական ծրագրերը, գաղափարախոսությունը իրարից գրեթե չեն տարբերվում։ Անիմաստ այդքան կուսակցություն Հայաստանում պահել ու բանանել։ Այսինքն դուք ուզում եք անցնեք նախագահական կառավարման համակարգի, որ կուսակցությունները կճանան։ Ես գտնում եմ, որ նախագահական կառավարման համակարգը ավելի օպտիմալ կառավարման համակարգ կլինի Հայաստանի Հանրապետության համար, քան թե այսօրվա վարչապետական համակարգը։ Դա իմ տեսակետն է, հիմա Չէ, ես ուզում եմ ձեր տեսակետ իմանամ, ես կարող եմ ընդունում եմ ու սատարում եմ ձեր տեսակետին, պարոն Բազյան, մի բարկացեք։ Դա հնարավոր է իրականացնել միայն իշխանափոխությունից հետո։ Եվ շեշտում եմ, որևէ իշխանություն հավերժ չէ, այս Նիկոլը գնալու է ի վերջո։ Գնալու է, ես էլ եմ ասում, որ գնալու է։ Բացի դրանից, յուրաքանչյուր ժողովրդի մոտ դինում են անկման ժամանակահատվածներ եւ բանի վերելքի ժամանակաշրջաններ։ Նիկոլական ժամանակաշրջանի իշխանավորման մեր ժողովրդի մեր պետության համար անկման ժամանակահատված էր։ Գալու է մեր ժողովրդի ուրեմն վերելքի ժամանակաշրջանը։ Սենց չի մնալու։ Վերջին հարցը, պարոն Բազյան, գտնում եք, որ ինչ որ մի քաղաքական ուժ այսօրվա այս իրավիճակում միայնակ կարող է իշխանափոխություն կատարել։ Որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն կատարել։ Ելքը համախմբելն է։ Ես ասացի, որ մենք ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ, որը ունի մի շարք իր մեջ ներառման մի շարք քաղաքական ազգային ուժեր, թեկուզ եւ փոքր, ասենք, չափի բանով։ Հաստատակական կառույցներ։ Ես չեմ թվարկելու հիմա քանի։ Չեմ ասում անունները թվարկեք, քանի ուժ, 4, 6, 10։ Մի քանի տասնյակ քաղաքական ուժեր, հասարակական կառույցներ, հայրենակցական միություններ, մշակութային ու մարզական միությունների ղեկավար մարմինների անդամներ ու անհատ գործիչներ։ Այդ թվում նաև ազատամարտիկների կողմից մի շարք կազմակերպություններ, բացի երկրապահի վերնախավից։ Երկրապահի վերնախավը այսօր վարչությունը բանի Սասունը Քալիլյան Նիկոլի հետ իրանք իշխանության մեջ են ու երկրապահի այսօրվա կազմակերպությունը պահում են պետբյուջեի հաշվին։ Հասարակական կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով ինքնաֆինանսավորող կազմակերպություն պետք է լինի։ Դարձրել են, ասենք, համարյա կիսակառավարական կազմակերպություն, դարձել է Նիկոլի հենարարներից մեկ այդ կազմակերպության վերնախավը, բայց շարքային անդամների մեծ մասը մեր հետ են, ես հանդիպում եմ չէ այդ մարդկանց հետ։ Փաստորեն ամբողջ քաղաքական դաշտի կոնսոլիդացիան դուք համարում եք, որ անհնար չէ եւ դա կհասցնի բաղձալի նպատակի։ Ես արդեն քանի տարի այդ ուղղությամբ աշխատում եմ ու նորից եմ կրկնում կալանավոր են, քրեական գործառույթ են, չարույթ են, կես քայլ ես իմ ճանապարհից հետ չեմ կանգնելու։ Այս իշխանությունը պետք է հեռացվի, վաղ թե ուշ։ Հեռացվելու է Հայաստանում ձևավորելու է նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Այս իշխանության ապաշնոր դիվանագիտության արդյունքում մենք մենակ էինք 44 օրյա պատերազմի ընթացքում, իսկ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, Պակիստանը, որը օգնում էր նրան ռազմական տեխնիկայով, այդ թվում նաեւ Իսրայելը, որը Ադրբեջանին օգնում էր հետախուզական ռազմական տեխնիկայով։ Իսկ մենք մենակ էինք այս պատերազմի ընթացքում։ Մենք պայմանագիր, մենք նախ ՀԱՊԿ-ի անդամ էինք եւ ունեինք երկկողմանի փոխօգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Ինչ էինք մենակ։ Այս իշխանության քաղաքականության հետևանքով Ռուսաստանը ՀԱՊԿ-ի ղեկավար պետությունն է։ Ռուսաստանը մեզ ոչինչով չի օգնել։ Ինչի։ Այս իշխանության քաղաքականության հետևանքով չի օգնել մեզ։ Այս իշխանության քաղաքականության հետևանքով էր այս իշխանությունը գնում էր դեպի արևմուտք, Սորոսից փողը ստացել են, իշխանությունը վերցրել են, հետո Մատվիենկոն 3 առաջ օրը հայտարարեց, որ մեր Նիկոլ Փաշինյանի իշխանության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կառավարության միջեւ որևէ հակասություն չկա։ Հակասություններ կան։ Մատվիենկոն Ռուսաստանի առաջին դեմքը չի։ Ասում եմ կային քաղաքական Մատվիենկոն Պուտինից անկախ ինչ որ բան կարող է հայտարարել։ Կան Հայաստանում
Հայաստանում կան քաղաքական ուժեր, ովքեր Պուտինի նկարը դրել էին, վրան գրել են ուբիցա եւ ասենք բանի Ռուսաստանի արտգործնախարարը, որ եկավ Հայաստան, այդ ցույց միտինգն էին անում Բնակելի շենքեր ռմբակոծողը ինչ է։ Որ Բարերար։ Չհասկացա ով Ասենք բնակելի շենք ռմբակոծողը բարերար է, թե մարտահրավեր։ Չհասկացա ով է բնակելի շենքը։ Ընդհանրապես հիպոթետիկ հարց եմ տալիս։ Ասենք բնակելի շենքը ռմբակոծողը։ Բնակելի շենքը ռմբակոծողը թշնամին է։ Եղբայր արտաքին ուժերը կարան բնակելի շենք ռմբակոծեն։ Ռուսաստանը մեր բնակելի շենք է ռմբակոծել։ Ես նորից եմ կրկնում, ես ռուսամետ գործիչ չեմ։ Ես ռուսներին չեմ արդարացնում։ Բայց դուք հարց եք տալիս բնակելի շենք։ Չէ, ասում եմ, ես ասում եմ, ինչ որ X մարդ, ինչ որ Y բնակավայրում բնակելի շենք է ռմբակոծում։ Նա բարերար է, թե X մարդը չի կարող շենք ռմբակոծել, շենքը ռմբակոծումա զորքը ռազմական X մարդու ներքևում իշխանության տակ գտնվող զորքը ռմբակոծում է բնակելի շենք։ Բարերար է, թե մարդասպան։ Ես դեպ չգիտեմ։ Չգիտեք։ Ես նման ասենք դեպ չգիտեմ ու դրա հետ չեմ էլ ուզում մտնեմ բանավեճի։ Շնորհակալություն մեզ ընկալելու համար, շատ թեժ ստացվեց։ Ես դիմեմ մեր ժողովրդին, սիրելի հայրենակիցներ, ուրեմն որևէ ասված խոսքի, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ։ Կարևորը չհանձնվելն ու չհուսատվելն է։ Եվ ուզում եմ իմ հանդիպումը վերջացնել մեր ազգային հերոս Մովսես Գեորգիսյանի խոսքերով, կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, այսպես չի մնալու։ Շնորհակալություն։ Իրոք կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, կեցցե այն Հայաստանը, որտեղ լինելու է օրենքի տիրապետություն, կեցցե այն Հայաստանը, որը չի լինելու նեպոտիզմով տառապող երկիր, կեցցե այն Հայաստանը, որը կլինի ժողովրդավար եւ համաշխարհային դեմոկրատական երկրների շարքում կանգնած։ Այսօր այսքանը, չտեսություն, մինչև նոր հանդիպում մեր եթերում։